Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ես եւս կուզենամ արձանագրել այս նախագծերի փաթեթի կարևորությունը եւ այն խնդիրները, որոնք իրապես Հայաստանում առկա են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից եւ դրանց լուծումները, կարևոր լուծումները, որ տրվել են այս նախագծերի փաթեթով։ Մենք պետք է իրապես բաց աչքերով նայենք խնդիրներին եւ հասկանանք, որ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության գործող համակարգը իրականում ունի բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրներից մեկը նաեւ այս պահին պիտի հատուկ արձանագրեմ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ոչ արդյունավետ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն է, սա միանշանակ պետք է արձանագրել եւ իրապես շատ կարեւոր է, որ այս աշխատանքը մասնագիտացվում է, պարզապես կարեւոր է նաեւ, որպեսզի ինչպես արդեն քննարկման շրջանակներում էլ նշվեց, կարողանանք երաշխավորել պատշաճ մասնագետների ներգրավումը այս բոլոր գործընթացներում։ Ես եւս կարևորում եմ երեխայի կարծիքը հաշվի առնելու եւ երեխայի լսված լինելու իրավունքի երաշխավորումը, որը այսօր դարձյալ Հայաստանում շատ խնդրահարույց մի ոլորտ է իրացման տեսանկյունից, նաեւ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից եւ որոշակի առումով այս նախագծերի փաթեթը լուծում է խնդիրը, բայց այստեղ կուզենամ հատուկ արձանագրել նաեւ այն ավանդական կարծրատիպային պատկերացումները, որ ոչ միայն հասարակությունում, նաեւ շատ դեպքերում պետական մարմիններում են առկա խնդիրների հետ կապված։ Մենք մի քանի առանձին դեպքեր ենք ունեցել, երբ երեխաները մեզ տեղեկացրել են, որ իրենք որևէ պետական մարմնի են զանգահարել ինչ-որ խնդիր ներկայացնելու համար եւ իրենց ուղղակի մերժել են խնդրի վերաբերյալ, իրանց այդ տեղեկատվությունը լսել է, ասել են, որ պիտի ծնողները զանգահարեն։ Ուզում եմ կոչ անել բոլոր պետական մարմիններին նկատի ունենալ, որ երեխաները իրականում կարող են բողոք ներկայացնել օրինակ, ընտանեկան բռնության հետ կապված հարցերի առնչությամբ, կամ իրենց խնամքի դաստիարակության վերաբերյալ, կամ ցանկացած այլ հարցի, որտեղ իրոք հենց երեխայի ձայնը պետք է լսելի լինի, լսված լինի, դրա համար կոչ եմ անում բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պարտադիր հաշվի առնել նաեւ երեխաների կողմից ներկայացվող բողոքները եւ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված խնդիրների առումով այստեղ եմ ուզում արձանագրել եւ նաեւ շարունակել ձեր միտքը, պարոն վարչապետ, որ այո, մենք շատ թյուր պատկերացումներ ունենք այն մասին, թե արդյոք Հայաստանում երեխաների նկատմամբ բռնություն առկա է թե ոչ, ուզում եմ ես էլ վատ նորություն ասել այն առումով, որ այո, շատ մեծ ծավալների է հասնում երեխայի նկատմամբ բռնությունը, ընդ որում խոսքը բռնության գրեթե բոլոր տեսակների մասին է, այդ թվում սեռական բռնության, եւ այս տեսանկյունից ամենակարևոր հանգամանքը այն է, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնության արձագանքելու, բռնությունը կանխարգելելու եւ հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը, որովհետեւ մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման մեխանիզմների տեսանկյունից դարձյալ խնդիրները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում օրինակ իրավասու մարմինների ներկայացուցիչները կլինեն դրանք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, թե ցանկացած այլ իրավասու մարմնի ներկայացուցիչ, իրենք հենց բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն, արդյունքում չեն էլ կարողանում արձագանքել այս խնդիրներին եւ վերջում ես էլ եմ ուզում արձանագրել ապա ինստիտուցիոնալացման կարեւորությունը եւ նշել, որ այո, մենք չպետք է մեր հասարակությունում ունենանք գետոներ, որտեղ առանձնացնենք տարբեր խումբ մարդկանց ու շատ կարեւոր է, որպեսզի պատշաճ մակարդակով կարողանանք երաշխավորել նաեւ ապա ինստիտուցիոնալացման գործընթացի իրականացումը եւ դրա պրոֆեսիոնալ ավարտը։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, բայց վատ լուրերի հետ ես կարծում եմ պետքա լավ լուրերի մասին էլ ասել, օրինակ ես ենթադրում եմ մի այսպիսի երևույթ եմ ես նկատում, որ բավականին արդեն երկար ժամանակ է, այնպես չի որ նոր է այդ երևույթը, ես նկատում եմ, որ օրինակ երեխաները ավելի ու ավելի շատ են սկսում կապվել իրաց դպրոցների եւ իրաց մանկապարտեզների հետ, ինչը ենթադրում եմ կապված է նրա հետ, որ երեխաներին լսված լինելու հանգամանքի հետ կարա կապված լինի։ Օրինակ ես շատ երկար ժամանակ արդեն ինձ համար տենց լինում է, չէ՞ որ միջավայրում, որ խոսակցությունների մեջ, օրինակ որ երեխաները զգում ես, որ երեխաները հաճույքով են գնում դպրոց, երեխաները հաճույքով են դնում մանկապարտեզ, որովհետև սովորաբար մեր հիշողություններով այդքան էլ տեն չէր, այսինքն ինչ որ այլ խնդիրներ կային, որ երեխաներին միշտ ինչ որ
բաներ առաջացնում, խոչընդոտներ էր առաջացնում, բայց հիմա առնվազն այս միտումը կա, որ ընդհակառակ երեխեք ուզում են մի քիչ ավելի երկար մնան, ուզում են այն ազատ օրերին էլ, որ դպրոց կամ մանկապարտեզ չեն գնում, ենթադրում եմ ցավոք ոչ բոլոր տեղերում կարող է այդպես լինի, բայց որ այս երևույթը արդեն կա, այդ շատ ուրախացնող հանգամանք է եւ կարող է կապ ունենա այս մեր քննարկումների թեմաների հետ, որ երեխան ինքը իրան գտնում է ավելի նպաստավոր դերում եւ եթե դա տեղի է ունենում դպրոցում եւ եթե դա տեղի է ունենում մանկապարտեզում, շատ ավելի լավ։